Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ պատասխանատվությունից խուսափում է եւ հայ ժողովրդին անընդհատ վերջին նամանավանդ տարիներին ու ավելի արդեն ակտիվ վերջին ամիսներին հայ ժողովրդին նախապատրաստում է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին, բայց այդպես էլ այդ օրակարգը չի հաստատվում, այդպես էլ դա իրականություն չի դառնում ու բոլորս մեր կարծիք հայտնել ենք, որ դա իրականությունից դեռևս բավականին հեռու է։ Հիմա բնական հարցեր են, չէ՞ ցակելու, ինչ եղավ հարաբերությունների հաստատումը, քաղաքական, դիվանագիտական եւ այլն, եւ վերջնական արդյունքում ուր հասավ խաղաղությունը, նա տեղափոխվում է բիզնես դաշտ, այսինքն մասնատում է այսպես, որ առաջնային հարաբերությունների հաստատում դրանք բիզնես հարաբերությունների հաստատումն են, այսինքն բիզնեսմենները, որ դուք սկսեք աշխատել միմյանց հետ, հետո կգա քաղաքական օրակարգի շուրջ բանակցությունը, այսինքն առաջնայինը նորից եմ կրկնում, այստեղ պատասխանատվությունից խուսափելն է եւ իրենց ուղիղ պարտականությունը բիզնեսին արտապատվիրակելն է։ Երկրորդը ինքը քաջ գիտակցում է, որ տնտեսական հարաբերությունները կամ ընդհանրապես հարաբերությունների զարգացման հիմքը տնտեսական հարաբերություններն են, որոնք չեն ստեղծում պետությունները, դրանք ստեղծում են հենց բիզնեսմենները։ Այնուհետև այդ հարաբերությունների հիման վրա արդեն կարգավորվում են քաղաքական հարաբերությունները, նա բնականաբար կամ գիտակցում է կամ բացատրել են իրեն եւ խոսույթը անկախ իր կամքից հանգամանքներում դուրս է գալիս հենց այդ եղանակով, որ բիզնեսը պետք է այդ հարաբերությունները կառուցի։ Սա է, ուրիշ որևէ բան չկա։ Լուրջ բան պետք չի փնտրել այդ ասածի մեջ։ Եվ վերջերս նաև տեղեկատվություն տարածվեց, որ Գյումրիի հատվածում հայ-թուրքական սահմանում հայ-թուրքական աշխատանքային խումբ է հանդիպել եւ ըստ էության Կարսի նահանգապետը պարզ հայտարարել է, որ սահմանը չի բացվելու, քանի Ադրբեջան-Հայաստան հարաբերություններ չեն կարգավորել։ Ըստ էության նորից քաղաքական կարգավորում են առաջ տանում մինչև բիզնեսի։ Դե տեսեք, դա նրա մասին է, ինչի մասին մենք բարբերաբար խոսում ենք, ասում ենք, որ այդպիսի հարաբերություններ չեն հաստատվելու, որովհետև Թուրքիա եւ Ադրբեջանի վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետության լիակատար կապիտուլյացիան է եւ Հայաստանի Հանրապետության ենթարկեցումը թուրքական ազդեցության գոտուն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նշաձողը այնքան է իջեցել, որ գեոպոլիտիկ խաղացողի ազդեցության գոտուց իջնում է տարածաշրջանային խաղացողի ազդեցության գոտի։ Հետևաբար այստեղ զարմանք հայտնել այդպիսի մտքից միամտություն կլինի, չկա այդպիսի բան, չի լինելու հարաբերությունների հաստատում։